Պարոն Վարդանյան, այսօր այստեղ դիմավորեցինք պարահոկեի թիմին, մարզիկներին, ինչ կասեք, հաղթանակով եկել են, Արցախի դրոշն են ծածանել, Հայաստանի դրոշն են ծածանել, սա հպարտություն է մեր ազգի համար։ Նախ ես նշեմ, որ պարալիմպիկ հոկեյի թմի մեջ կան 44-օրյա պատերազմի վիրավորներ, հիմնականում շատ ուրախալի է, որ մենք կարող ենք այս մարդկանց առօրյա կյանքում օգնել, իրանք իրանց սիրելի սպորտաձևով զբաղվեն, նաև հնարավորություն անձեռնում իրանց ուղարկել մեծ մրցաշարների, որը որ եղավ, մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում մենք պարալիմպիկ թենիսի առաջնություն անցկացրեցինք, երկրորդը այս հոկեյինն էր, հիմնականում համահայկական ճակատ շարժումը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ եւ համահայկական ճակատ կուսակցությունը միշտ աշխատում է աջակցել մեր տղաներին, ովքեր որ հայրենիքի նվիրյալներ են, ովքեր որ հայրենիքի համար սխրագործություններ ունեն արած եւ պահպանած պատերազմ անցած տղերք են, իրանց կողքին լինելը մեր համար պատիվ է, իրանց կյանքի կոչելը նոր աշխարհայաց բացելը իրանց համար, մեր համար դա պատիվ է, որովհետև թե գեներալ-մայոր Կարապետյանը, թե կուսակցությունում բավականին մարդիկ, զինվորականներ են եւ իրանք պատկերացնում են այդ ամեն դժվարությունները ու այդ ամեն դժոխքը, ինչի մեջով անցել են այս մարդիկ։ Իսկ ինչը վերաբերվում է Հայաստանի եւ Արցախի դրոշների վերաբերյալ, այո, համահայկական ճակատ շարժումը եւ համահայկական ճակատ կուսակցությունը միշտ ամեն տեղ ծածանելու է Հայաստանի եւ Արցախի դրոշները, քանզի դա մեր համար պատիվ է։ Արցախը մեր հայրենիքն է, Արցախը մեր բնորանն է, Արցախը մեր պատմական երկիրն է, որը որ ժամանակավոր գտնվում է հակառակորդի ձեռքում, բայց հուսալի վերադարձ դեպի մեզ լինելու է։ Ես էլ եմ շնորհակալ ձեզանից։